Բարի լույս, սիրելի բարեկամներ, թաց անձրևոտ եղանակա, այս անգամ սոնցիկ վերցրել եմ հետս, ջրի շիշը գցեց, են մարդը ես էլ ասի ինչ էր, մազերս էլ կիսաչոր, գործի եմ գնում, գնաց քիչ-որ գնաց ուշացում է ցույց տալիս, գնամ նայեմ հլը, հոյմ գնաց քիչ չէ, իմը չի լավա, ահա գնամ բարձրանամ, սպասեմ, այս շաբաթ կիրակի աշխատելը հեչ լավ չի, որ նոր էի գործի մտել, իմ հայ գոլեգաներից մեկը ասեց հեչ լավ չի, որ շաբաթ օրեր աշխատում ենք, ասի, իմ համար մեկը, նոր էի սկսել, ասի իմ համար մեկը, ինչ տարբերություն, բայց հետո այս մի քանի տարի անցավ արդեն մտածում եմ, որ ճիշտ էր ասում, իրոք շաբաթ կիրակի մարդ պետք է տանը մնա, ես շաբաթական 4 օր եմ աշխատում, ինձ հարցրել էիք ամեն օր գնում գալիս եմ, 4 օր եմ գնում գալիս, բայց հավատացեք, որ այնքան ծանրաբեռնված ու զբաղված եմ, անգամ այն 3 օրը, որ գործի չեմ, ես շունչ քաշելու ժամանակ չեմ ունենում, եմ որ հանգիստ նստեմ, ուղղակի հանգիստ նստեմ, շատ ծանրաբեռնված ու զբաղված եմ լինում, ես ինչի շունչս կտրվեց, ես էլ չհասկացա, այսօր թունդ սուրճ եմ խմել, այդպես պատահական ստացվեց, որ սուրճս թունդ ստացվեց, ինչև այդ մի սուրճն այլ չեմ խմելու, չնայած կուզեի, որ ընդմիջում որ անեի մի հատ էլ խմեի, բայց մի քիչ գործի տեղը ապարատ կա դրած, բայց հեչ բանա խմելու բան չի, այդ ապարատի սուրճը, այս ինչ բանա մարդ չկա, Բրուսելի գնացքը գնաց, այն կողմը դատարկ կա, այս կողմն էլ դատարկ, բա մարդիկ շաբաթ օրը տանը կմնան, ինչի կգնան, ինչի դուրս կգան, այսօր դե շուկայի օր աշուտը կարող է գնարման գալու շուկայում, ասեցին այ ինչ այն ընկույզներից էի ուզում, որ միշտ ակցիոնից առնում եմ, շատ լավն են, ասեցի դրանց նայ, եթե հանդիպի առ, ասեց կնայեմ, այդպես իմ թանկագին բարեկամներ, մազերս իբր գանգրացրել եմ, այսինքն ֆենով չորացրել եմ ու այսպես ձեռքերով բան եմ արել, մի քիչ ոնց որ Անուշը խելագարված վիճակում, բայց ոչինչ, մեր Անուշն է, ընդհանրապես չեմ քսվել, հավես չկա, բայց առավոտյան խնամքը արել եմ դեմքիս, սիրուն ամեն ինչ տեղով քսել եմ, այսօր զոնցիկ էլ վերցրել եմ, որովհետև աշոտը եղանակի տեսությունը նայեց, ասեց ժամը 6-ից հետո ուժեղ անձրև է գալու, մինչև ամբողջ գիշեր ինչ, դրա համար ասեցի վերցնեմ, չթրջվեմ, որ գործից դուրս կամ Անուշ հացի օտ է գալիս, երևից մոտակայքում ինչ որտեղ հաց են թխում։ Գնացքից իջել եմ, գնում եմ տրամվայի կանգար, ասեցի մի հատ կադր անեմ այստեղից ես ցույց տամ։ Սինտ Պիտերսի ժամացույցը։ Այստեղ ինչքա սիրուն են տերևները, կարմիր տեղին կանաչ, եթե գնացած լինեի են մյուս կանգառը, ենա տրամվայը գնաց են մեկը, բայց այդքան չուզեցի էլ քայլեմ գնամ, այստեղինը մոտիկա։ Փայտից կամուրջ այնքան հինա, որ քայլում են վրայով ճոճվում է։ Այս Գենտի Սինտ Պիտերս կայարանի գլխավոր մուտքն է, ես այս ետևի կողմից եմ դուրս եկել։ Այստեղ բարձուհեծանիվներ շատ կան։ Մի րոպե մնում տրամվային գնամ, ոնց որ գալիս այն եկավ։ Շաբաթօրյա Գենտը նայեք, այնտեղ եկեղեցիների զանգերն են
Շատ բարձր հնչում, այստեղ տուրիստներ են կանգնած իրանց գիդի հետ ու Երուսերը պատկերացրեք խանութում ինչա լինելու անձրև չկա, բայց իրիկունը ոնց որ գալու է այս կողմում էլ տուրիստների ուրիշ խումբ է Դե Սվետլանա ջան, ջանետ յուղի այսօր ձեր խանութում գժանոց է լինելու, ներվերդ անջատի ու հանգիստ քո համար քո գործին եղի։ Այս ռեստորանի դիմացի սեղանները հանել են, ինչ հաշիվա տեսնես։ Երեխեք ինչ-որ թխվածքաբլիթներ էին վաճառում, անվստահ ամաչելով մոտենում էին, բայց ես բան չասեցին, ես էլ չկանգնեցի, եթե ասին հաստատ կկանգնեի։ Են մեկի ձեռը որովհետև փող տեսա, երևի վաճառել էին ահագին, ես այստեղ էլ են կանգնած, լավ լանջատեմ, տեսեմ ինձ բան ասում են, թե չէ։ Այս երեխեքը բան էլ չասեցին։ Երևի իրան կարել են, մեր էլ թանկ ծախում են, ինձ բան չասեցին անցա, որովհետև այդպես եղել է, որ տան դրազանգն են տվել, ասենք մի 2 եվրո անոց վաֆլիները 10 եվրո վաճառել են, օրինակ ինչ-որ բարեգործական նպատակներով։ Երևի երեխեքն են այդպիսի բան անում, բայց ամեն դեպքում ոչ բոլորն էին հարցնում։ Զարդերի խանութ կար, էդ էլ է փակվել, այնքան շուտ են խանութները փակվում ու նոր խանութներ են բացվում։ Մուրացկանը պարկած է Իրաշան հետ։ Իրանց սնանք են ճանաչում, հետո նորից ուրիշ անվան բացվում են։ Խոստումնալից օր է երևում մեր խանութի համար։ Շաբաթ օրը մուրացկանները շատանում են այս փողոցում, խանութների փողոցում։ Այս վերարկուները զեղչել են մորթիով վերարկու սիրողների համար 30 եվրո մեր խանութում է այս հրագույնն էի հավանել հակափորձեցի, բայց այս ներքևի մասը որ լայն էր, հետ սիրուն չեղավ ամբողջ ընտանիքի համար մեկ մտածում եմ ժակետն առնեմ չգիտեմ ճիշտն ասած, ես էլ սվիտրը, փափուկ են լավ, այստեղ էլ այս գույները կան, այստեղ էլ պիժամաները, էլի ամբողջ ընտանիքի համար, այս երեխեքին է, գները հետաքրքրության համար ասեմ, 12 եվրո, մոռացել էի կասապտի մոտենան բան եմ բերել ետ տալու կողպեքս չէի գտնում այդպես լինում է չէ որ նույն տեղը 1000 անգամ նայում ենք վերջապես 1000-րդ անգամ գտա տարակները փակում ենք բանալինել վզերիցս կախված հետո բացում ենք այս ժապավենն են որ քաղցկեղով հիվանդների համար գնեցի 3 եվրո տվեցի մինչև հիմա կախած է հնդիկա կոլեգաս դուրս եկավ, ասում է վարորդական իրավունքդ հանեցիր, ասում եմ հա, ինքը որ հանեց, հետո իրան անդադ հարցնում էի ոնց անցավ, մանրամասներ էր պատմում, ասում եմ հա, ես էլ արդեն մի տարուց ավել է որ հանել եմ, ասում եմ երկրորդ անգամից անցար, ասում չի առաջին անգամից անցա, ուղղակի քննություն վերցնողը լավ մարդ էր, սխալներս, կոպիտ սխալներ չէին, հաշվի չառավ, պետք է 70-ով մեքենան վարի 70-ով 60-ով էի վարում, պետք է 50-ով արի 30-40-ով էի վարում, հաշվի չառավ։ Ասում պատրաստ եմ գործը սկսելու 10 րոպե ունեմ ձեր մեկնաբանությունները կարդամ, եթե չեմ պատասխանում, մենակ սրտիկում եմ, ներող կլինեք իմ սիրելի բարեկամներ, ժամանակի հետ կապված, բայց կարդում եմ ու սրտիկում եմ ու շատ շնորհակալ եմ ձեր մեկնաբանությունների համար։
Իսկ հարցերի համար առանձին տեսանյութ կպատրաստեմ հավանաբար Կիրակի օրը, որ ժամանակ լինի հանգիստ նկարեմ։ Օրը Կիրակիա գնում ենք Սելիկ փոքր քաղաքը։ Հասյոն էս քաղաքում էլ հայ ատամնաբույժ կա։ Գնում ենք իրա մոտ։ Առաջին անգամ ենք այս քաղաքում մի քիչ դժվարությամբ հասցենք գտանք այդ տեղը, բայց գտանք։ Նախկինում ամեն ինչը քարտեզով էր, հիմա ինչքան հեշտ է, չէ՞, հեռախոսի վրա հասցեն դնում ու գնում ենք։ Rechts afslaan, dan neem toerit. Volvo-ի գործարանն է։ Բայլու ժողովուրդ ջան, Ողջույն ժողովուրդ ջան։ լավաշ առնելու ենք եկել հայկական խանութ։ Անցնում էինք այս քաղաքի մոտով։ Ասենք մտնենք մի անգամ այս լավաշը առնենք, վերջացել է լավաշը։ Երկու շաբաթ առաջ առանք, թե։ 2 շաբաթից ավել եղավ։ 20 հատ լավաշը, այսինքն մենակ լավաշ ենք համարի առնում, 2 անգամ ենք հաց առել։ Միշտ լավաշ։ Մոռացանք էր պատվեր տանք կբերեին այսօր։ Հա, բայ որ պատվիրեն կբերեն, բայց այս խանութին էս ավելի եմ հավանում գնաշուտ։ Ամել էս խանութից որ առնում ենք, էս Հայաստանից բերած լավաշը, էլի լավն է։ Ձմեռն է կափանով թեյ պետք է խմենք։ Այս թեյը, ուրեմն սև հնդկական թեյ է, նարինջ, գրեյփֆրութ, իմբիր, խնձոր, սև սմառոձինայի հատիկներ կան մեջը, մալինա կա, հետո կարկադե, կարիցան ինչ էր հայերեն, դարչին կա մեջը, մեխակ, կարդամոմ, վերջը շատ համեղ թեյ է, այս համեղ թեյը ինձ նվերատվել իմ սիրելի Խրիպսի մեն, այ հիմա ինքը ինձ վստահ եմ լսում է, այսքան դեռ մնում է իմ անուշիկ աղջիկ ու ես օգտագործում եմ։ Թողնեմ թող թրմվի։ Թաց են չէ, բայց։ Հա, էսի չրցեն դրան վիճել է, տեղ չկա, զիբիրի ամանը։ Հա, դրա համար առանձին սպասին այն ինչ եմ բերում։ Մի հատ էլ սրանից կգա։ Բայց կարող է թողը փոխեինք, աշոտ, այս հանեինք վարդը, չէ, այդ չէ, այս վարդը հանեինք ու ծաղիկ դնեինք, որովհետև վարդը հիվանդ, բայց ոնց որ լավ չի էլի աճում։ Այսինքն բանա, ծաղկում է ու միանգամից թոռոմում է։ Հիվանդություն ունի։ Իսկ այս ծառն ինչ ծառ է։ Ես իմ դենց լվելով, բայց դե լավ է, ծառը ավելի գեղեցկություն է տալիս։ Հա, բայց հետաքրքիր չէ, ինչ ծառ է։ Մի րոպե մի հատ տոպրակ բերեմ քեզ։ Խեժի է, ինչա, բարդուրս չի հասնա, դե խեժի է դրել։ Բայց ո՞նց է հայտնվել, բերել դրել են։ Եսի, երև թե սերմ եկել ընգես ծրել է։ Բայց մի հատ տոպրակ բերեմ, հա, ասում ես։ Հա, մի հատ տոպրակ դուրս ես։ Հա, ես էլ լցնես, հա, չես ուզում այս ձևով լցնես, այս արքրի, այս բանի աղբարքրի մեջ պետք է լցվի, լավ, հեսա բերեմ, որ շատ չկեղտոտվի ամանը։ Կանաչի մեջ լցվի, կանաչի ներքևն այդ կան շատ չի արն, չարժի հանել։ Հա, լավ, սպասի։ Արև կա, բայց նեն ցուրտ այն նաստիճանը։ Տոպրակով է։ Այս մաքրենք, կզնի մաքրվի։ Սպասենք հաջորդ տարվա։ Հա, բայց այն դրանք չգիտեմ, դեպ ուսի շպիգանես։ Այն նրանք լա սպասնայինք, ես էլ չգիտեմ, աշոտ։ Այս սրանք։ Ես դե ոնց որ դաղցերն անա Էսի օգտակար բան աս, ինչ ապա, դաղցա ինչա։ Դաղցա ինչա, հա։
Չորացել ես դրանք։ Հա, բայց չենք օգտագործում է։ Դրա համար չեմ չորացնում։ Հա, այս բանն էլ ես հանել, չերիներն էլ ես հանել։ Ես արդեն բաներ եմ։ Հա։ Պասիկամ օգնում եմ։ Այ հիմա որ կանաչ աղբակ ունենենք, կլսնենք նրա մեջ, բայց դե մենք կանաչն ես խառնում ենք իրար։ Սրանից շատ քիչ է եղնում, ինչ։ Հա, քիչ է, որովհետև մեծ այգի ունեցողներն են շատ ունենում տերևկան։ Թող դունը։ Լավ ցուրտ է մրսեց ես արդեն գնացիք սուրճ խմելու։ Նա շուտ խմել ես չէ արդեն երկու հատ։ Երկու հատ խմել Հա, եմ։ ես Հիմա այսի բրծան գնալու եմ մանգալու մի քիչ։ Ես էլ անանասը, մոլախոտերը կողքը։ Ես պետք է երևի չգիտեմ դուրսը կդիմանա, ծածկվի, թե ներս տարվի։ Մեծ անանասը այսպես տեղնեց։ Բայց ես էլ բացվի արդեն մեջ։ Հա, ահագին լավ է հիմա, բայց ջերմաստիճանը այստեղ այն չի էլի, որ անդնայք, մեջը կանաչ արդեն ոնց որ մի քիչ լավ է աճում։ Հատ սուրճ տնեմ խմեմ, մեքենայի մասին էի հարցրել, ես շատ գոհ եմ։ Հեշտ է օգտագործելը, շատ լավ է, այստեղ առավոտ մի անգամից ամեն առավոտ ջուր ենքան եմ լցնում, որ ինչքան որ կօգտագործենք օրվա մեջ, էլի։ Բնականաբար այս նրա համար եմ մի անգամից շատ լսում, որ ասենք չմոռանանք օրվա մեջ միացնենք ու ջուրը քիչ լինի, մոռանանք չնայենք դրա համար։ Այստեղ ջուրը լցնում եմ, հետո ես հանում եմ։ Մի կտալ սուրճ եմ լցնում, նայեք խոշորացած սուրճ է։ Ես մի փոքր շատ եմ անում սուրճը, շատ թունդ չէ, այդպես չեմ էլ կարող խմեմ, ուղղակի մի կտալն էլ ոնց որ մի քիչ շատ ջրիկ լինի։ Այսպես սեղմում եմ։ Դնում եմ իր տեղը, արդեն ձևը սովորել եմ, սկզբում դժվար էի անում։ Հա լույսը այս ընթացքում ինքն իրան հանգավ, միացնեմ, քանի թարթում է, պետքա սպասենք, այս թարթում վերջացնում է, արդեն լույսը այդպես մնում է։ Նայեք, ես միացնում եմ, այստեղ կա երկու բաժակի համար, այստեղ մի բաժակի համար, ես մի հատ ես եմ միացնում, մի հատ էլ ես եմ միացնում, որովհետև այս մեկը քիչ է իմ համար, լույսը արդեն կանգնավ, նայեք։ Նայեք ինչ սիրունախորժավեր սուրճ է գալիս։ Ես շատ եմ հավանում այս սուրճը։ Մի հատ էլ ես վերևինն եմ միացնում, որ շատ լինի։ Մեկ-մեկ վրան ավելացնում եմ կարդամոն ու դարչին, բայց այսօր այսպես կխմեմ, ամեն օր չեմ ավելացնում, մենակ երբ որ ուզում եմ։ Գնացի սրճելու ժողովուրդ ջան։
Տնական հավը խաշվել է հիմա։ Բրինձ լցրեմ թող մի քիչ եփվի։ Մինչև գազարը կքերեմ ու համեմը կկտրեմ, կտրատեմ։ Ասեմ, որ աղ չեմ գցել դեռ, որ երբ որ պատրաստ կլինի, ամբողջությամբ հավը կհանեմ, Քսենիայի համար պետք է այս կրսկամիսը հավի վերցնեմ։ Իսկ աղ որ գցեմ ինքը չի ուտի, իսկ այս բանջարեղենը գազար բանը բրինձը որ լցնեմ, այդ չի խանգարի։ Հիմա այս կթողնեմ եփվի, հավը կհանեմ։ Հավն էլ կտրատեցի, ձեռքերով եմ կտրել հավը, լցրել եմ մեջը, հավի այդ կրսկամիսը դե ասեցի Քսենիայի համար պետք է անեմ, դրա համար աղ չի գցել, ես հաճախակի եմ եփում այս բուլյոնից, գազարը ամենավերջում եմ լցրել, անջատել եմ, մի 2 րոպե չեմ թողել եփվի ու կանաչին համեմն եմ լցրել։